ծրագրով նախատեսված էր 1010 պլանային ստուգում, որից իրականացվել է 697-ը, 52 տնտեսվարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 645-ի մոտ խախտումներ հայտնաբերվել են։ Պլանը ամբողջությամբ չի իրականացվել, բայց այդտեղ շատ կարևոր հանգամանք ունենք, որը պետք է հաշվի առնել, 313 տնտեսվարող դադարեցրել է գործունեությունը, լուծարվել կամ փոխել գործունեության ոլորտը։ Այդ կազմակերպությունները պարզելու եւ արձանագրելու համար մեզ նույնպես պետք է ժամանակ, ռեսուրս, որպեսզի կարողանանք արձանագրենք իրանց այդ պահին իրական իրավիճակը։ Անցնենք ոչ պլանային ստուգումներին, քաղաքացիների, պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների բողոքների հիման վրա իրականացվել է 685 ոչ պլանային ստուգում, 365-ի դեպքում խախտումներ չեն հայտնաբերվել, ինչը ցույց է տալիս, որ բողոքները միշտ չէ, որ հիմնավոր են։ Սակայն յուրաքանչյուր ազանք ստանալու համար մենք նորից ու նորից ծախսում ենք ռեսուրս, ժամանակ, որպեսզի դրանք եւս կարողանանք պարզաբանել։ 320 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության, այս 320-ի մեջ ներառված են նաեւ հետագծելիության շրջանակում իրականացված ստուգումները։ Հաջորդ սայիկում մեր մոտ պատկերված են դիտարկումները, 2025 թվականին իրականացվել է 886 դիտարկում, որոնցից 540-ի դեպքում արձանագրվել են անհամապատասխանություններ, դրանք վերաբերվում են ինչպես սննդամթերքին, այնպես էլ պեստիցիդներին։ 2025 թվականին սննդամթերքի մասով իրականացվել է 673 դիտարկում, 517-ի դեպքում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, մասնավորապես տեղ բացված կկա, հացի դիտարկման դեպքերում 413 դիտարկում է իրականացվել, 257-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, պաղպաղակի 16 դիտարկում 11-ի մոտ են հայտնաբերվել խախտումներ, կաթնամթերք 219 դիտարկումից 80 խախտում, մսամթերքի 20-ից 8 խախտում, ունեցել ենք 1 ջրի դիտարկում խախտում չի հայտնաբերվել, 2 ալկոհոլային խմիչքի վերաբերյալ դիտարկում եւս խախտումներ չեն հայտնաբերվել, 2 տնտեսվարողի մոտ դիտարկում է իրականացվել եւ 2-ի մոտ էլ հայտնաբերվել է ժամկետնանց սննդամթերք։ Արագ արձագանքման 43 դիտարկումից 13-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, պեստիցիդների եւ ագրոքիմիկատների մասով իրականացվել է 170 դիտարկում, հայտնաբերվել է 10 խախտում։ Հաջորդ սայիկում մեր մոտ բուսասանիտարական մշտադիտարկումների վերաբերյալ է, ստեղ շեշտեմ, որ բուսասանիտարական մշտադիտարկումը բացվում է 1 անգամ ամբողջ տարվա համար, 2025 թվականին հայտնաբերվել է 11 տեսակի կարանտին վնասակար օրգանիզմ, առավել տարածվածներն են Հայաստանի Հանրապետության տարածքում եղել կալիֆոռնիան վահանակիրը, պտղակերների բակտերիալ այրվածքը, արևելյան պտղակերը եւ արևմտյան ծաղկային թրիպսը։ Մեր գործառույթների շրջանակում հողօգտագործողներին տրամադրվել է խորհրդատվություն պայքարի եւ պեստիցիդների ճիշտ կիրառման վերաբերյալ։ Անասնահամաճարակային մշտադիտարկումների վերաբերյալ 2025 թվականին իրականացվել է 5301 անասնահամաճարակային մշտադիտարկում, 314 տնտեսվարողի մոտ հայտնաբերվել են խախտումներ, 4515 մշտադիտարկում իրականացվել է մսի իրացման կետերում, 265-ի նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվություն, մնացած 786-ի դեպքում մշտադիտարկումներ են եղել սպանդանոցներում, անասնապահական ֆերմաներում եւ հում կաթի ընդունման կետերում։ Այն, որ ես ասացի մի փոքր ուշ ավելի մանրամասն կխոսեմ, աճը հենց պայմանավորված էր այս թվի հետ 4515 մշտադիտարկում, որը որ շատ մեծ քանակ է կազմում, սա անընդհատ շուկայում մսի իրացման կետերում վերահսկողության արդյունքում է, որ այս թիվը մեծացել է, ճիշտ է, հայտնաբերված խախտումները քիչ է, որը որ արդեն կարանք համարենք ողջունելի է եւ արդյունավետ, բայց ամեն դեպքում դա լինելու է շարունակական, խիստ վերահսկվող, որպեսզի մենք հստակ համոզված լինենք, որ այդ մեխանիզմը մեր մոտ աշխատում է։ Մյուս սայիկում անդրադառնանք սպանդանոցային մորթին, ստեղ սայիկաշարում տեսնում ենք 18 թվականից մինչև 25 թվականը ներկայացված են սպանդանոցների քանակը, 139 եղել է 24 թվականին, 25 թվականին մի փոքր թիվը ավելի նվազել է, ունենք 128, բայց հիմա ներկայացնեմ արդյունքները, մենք ամեն դեպքում ունեցել ենք աճ։ Մսի իրացման կետերում հիմնական խնդիր ոչ սպանդանոցային ծագման մսի
իրացումն է առանց անհրաժեշտ վկայականների եւ դրոշմակնիկների։ 2025 թվականին իրականացվել է եւս շեշտեցի 4515 մշտադիտարկում, արձանագրվել է 265 խախտում։ Նոր կարգավորումների շրջանակում, որ արդեն հնչեղ է նաեւ ձեր մոտ, մենք գրեթե 8 տոննա միս ենք առգրավել եւ ոչնչացրել։ Այս ոլորտը մեր համար խիստ եւ հետեւողական վերահսկողության արդյունք է, որը շարունակական է լինելու նաեւ 26 թվականին։ Ընդհանուր Հայաստանի Հանրապետության տարածքում մենք տեսնում ենք ունեցել ենք 31000 տոննա փաստացի մսի մորթ, որը որ թեև պակասել էին սպանդանոցների քանակը, բայց նախորդ տարիների համեմատ ունենք մեծ աճ։ Այս հայկում թեժ գծերի վերաբերյալ թեժ գծի ահազանգերը ներառում են ոչ միայն 118 հեռախոսահամարով ստացված զանգերը, այլ նաև սոցիալական ցանցերից, էլեկտրոնային փոստերից եւ ԶԼՄ-ներից ստացված դիմումները։ 2025 թվականին ստացվել է շուրջ 9400 զանգ, որոնցից 575-ը եղել են ահազանգեր, 270 ահազանգ վերաբերվում է սննդամթերքի անվտանգությանը, 305-ը անասնաբուժությանը։ Զանգերի արդյունքում ունեցել ենք արձանագրված կատաղության 31 հաստատված դեպք։ Դիմում բողոք վերահսկողություն 2025 թվականին ստացվել է 202 դիմում բողոք, որոնցից սննդի ոլորտում 143, անասնաբուժության ոլորտում 22, բուսասանիտարիան 4, 33 վարչական ակտ բողոքարկվել է վարչական կարգով, որոնցից 4-ը մասնակի բավարարվել է, 2-ը բեկանվել, 27-ը մնացել է անփոփոխ։ Սա եւս մենք արձանագրում ենք, որ մեր տեսչական մարմնի հանդեպ վստահությունը աճել է։